Ողջույն Պարլամենտ ամսագրի մեր սիրելի հետևորդներ եւ ընթերցողներ, այսօրվա մեր տաղավարում հյուրընկալել ենք Պարլամենտ ամսագրի 15-ամյակին նվիրված հոբելյանական համարի դեմք, Մուրադենտ ստամատոլոգիական կլինիկայի տնօրեն, բժիշկ ստամատոլոգ Տիգրան Աշոտի Մուրադյանին։ Ողջունում ենք ձեզ, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար, դոկտոր։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Դոկտոր, վստահ եմ ձեզ շատերն են տանջել այս հարցադրմամբ, բայց կցանկանամ հարցազրույցը սկսենք ձեր ճանապարհից, ձեր ուղուց, ինչպես ստացվեց, որ ընտրեցիք ձեր բժշկի մասնագիտությունը, երբ եկավ այն պահը, երբ հասկացաք, որ դա ձեր կոչումն է։ Բժշկության հետ կապը սերտ եղել դեռ ծնողներս ստամատոլոգներ են, սերը բժշկության հանդեպ սերմանվել է իրենց կողմից, իսկ մասնագիտության զարգացման հետ, պացիենտների գոհունակությունը տեսնելու հետ մեկտեղ եւ այլն, այդ սերը ավելի ամրապնդվել է եւ հասկացել եմ, որ դա իմ կոչումն է եւ իմ ռեալիզացիայի ճանապարհը տեղ պետք է լինի։ Իմպլանտոլոգիան այսօր այն ուղղություններից է, որը ամենաշատն է թերևս մեր քաղաքացիներին հուզում, բոլորը դիմում են այդ միջամտություններին ստամատոլոգիական, իմպլանտոլոգիական եւ բոլորին գրեթե հետաքրքրում է արդյոք այսօր իրականություն է, թե միֆ այն հանգամանքը, որ իմպլանտոլոգիան հնարավոր է իրականացնել արագ եւ անցավ։ Այո, ասեմ վստահորեն, որ իմպլանտացիան այսօր շատ արագ կատարվող միջամտություն է, բացարձակ անցավ է, լրիվ անատամության դեպքում հնարավոր է 1 օրում տեղադրել թե վերին, թե ստորին ծնոտի իմպլանտները, վերցնել ժամանակավոր ատամնաշարի համար չափս եւ արդեն 1-2 օրվա ընթացքում տեղադրել արդեն ժամանակավոր անշարժ ատամնաշարը։ Այսինքն նույն օրը, երբ ատամը հեռացնում ենք, մենք կարող ենք միանգամից իմպլանտ տեղադրել, ճիշտ հասկացա։ Այո։ Միամոմենտ իմպլանտացիայի մասին եք հարցնում, Էլիզա ջան, դա այսօր շատ տարածված է եւ մենք եւս արդեն երևի 10 տարուց ավել կիրառում ենք մեր կլինիկայում այդ եղանակը, ինքը շատ արդյունավետ է, ատամը հեռացվում է եւ միանգամից իր տեղում տեղադրվում է իմպլանտը, որոշ ժամանակ հետո վրան պատրաստվում է արդեն պսակը, ատամի շապիկը։ Դոկտոր, քանի որ կլինիկայից խոսեցինք, ձեր կլինիկան Մուրադենտը այսօր առաջատարներից է Հայաստանում, ինչով է կլինիկան առանձնանում, ինչ առանձնահատկություններ կան, ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվում ձեր կլինիկայում։ Մեր կլինիկան կնշեմ, որ առանձնանում է ամենաառաջինը որակի վերահսկողությամբ, որակի վերահսկողությունը մեր համար առանցքային կետերից մեկն է, դրա համար մենք կիրառում ենք բոլոր ժամանակակից դիագնոստիկ մեթոդները, այդ թվում նաև կատե հետազոտություն, ռենտգեն հետազոտություն, հաջորդ կետը դա սարքավորումային հագեցվածությունն է կլինիկայում առկա են բոլոր տեսակ ժամանակակից սարքերը, որոնք կիրառվում են ստամատոլոգիայում, այդ թվում կատե, միկրոսկոպ, սկաներ եւ այլն, այն ամենը ինչ անհրաժեշտ է միջազգային մակարդակի բարձր որակի միջամտություններ մատուցելու համար։ Հաջորդ կետը մասնագետների պատրաստվածության մակարդակն է։ Մենք անընդհատ կոլեկտիվ քննարկումներ ենք անցկացնում պրոտոկոլների վերաբերյալ, այսինքն բուժ ծառայության միավորները, որոնք առաջարկում ենք դրանց վերաբերյալ, եւ բոլոր մասնագետները, այսպես ասած, քայլում են մի ուղղությամբ, կիրառում ենք մեկ պրոտոկոլ եւ եթե կան խնդիրներ սխալներ, դրանք արագ հայտնաբերվում են եւ լուծվում են։ Դոկտոր, նաև գիտեմ, որ երաշխիքային սպասարկում եք իրականացնում, այսինքն երաշխիք եք տրամադրում իմպլանտներից հետո։ Այ մի փոքր կխնդրեմ մանրամասնեք, ինչ է դա իրենից ենթադրում։ Այո, կլինիկայում մենք արդեն 8 տարուց ավել կիրառում ենք երաշխիքային սպասարկման սկզբունքը, այսինքն բոլոր պացիենտները, ովքեր տեղադրում են մեզ մոտ իմպլանտներ, ստանում են երաշխիք 3 տարի։ Դա իրանից ներկայացնում է հետևյալը, եթե ինչ-ինչ սկզբունքներով ինչ-որ խնդիր է ծագում եւ այլն, կլինիկան իր հաշվին տեղադրում է նոր իմպլանտ կամ միգուցե գումարային կոմպենսացիա է տրամադրում, եթե պացիենտը այդպես է ցանկանում, մեր բոլոր գնային առաջարկները թաքնված ծախսեր չեն ներառում։ Այսինքն, եթե կանձվեց բուժման պլան, հաշվարկվեց ֆինանսական իր արժեքը, հետագայում պացիենտը ավել վճարելու գումար չունի։ Իսկ արտասահմանից շատ են լինում բուժառուներ եւ իրենց հետ աշխատանքը ինչպես եք կարողանում կազմակերպել։ Այո, մեծաթիվ պացիենտներ ունենք Եվրոպայից եւ ԱՄՆ-ից, ուրեմն առաջի քայլը դա կոնսուլտացիան է, հաճախ սա կազմակերպվում է վիդեոզանգի կամ հեռախոսակապի միջոցով,
Եթե պացիենտը կոնսուլտացիա է դիմել օրինակ իր տարածաշրջանում ունի կատեկ կամ ռենտգեն հետազոտություն, ուղարկում է մեզ էլեկտրոնային փոստի միջոցով, դա զննելուց բուժման պլան կազմելուց հետո կապնվում ենք իր հետ, քննարկում ենք մանրամասները, ներկայացնում ենք մեր առաջարկները, համաձայնեցնում ենք Հայաստան մեկնելու ժամկետները ու արդեն Հայաստան գալուն պես նրան սպասում ենք կլինիկայում, եթե պետք է նաև կարող ենք աջակցել ինչ-որ մնալու, չգիտեմ, այլ հարցեր եւս կարգավորել այստեղ, այնպես որ բոլորը հարցերը արդեն հետևորդներ, եթե կան անձինք, ովքեր մեզ դիտում են արտասահմանից, ապա իմացեք, որ Մուրադենտը պատրաստ է ձեզ ընդունել եւ զբաղվել ձեր ատամների լիարժեք առողջությամբ եւ գեղեցկությամբ։ Պարոն Մուրադյան, իսկ հետաքրքիր է իմանալ այդ հագեցած ձեր աշխատանքային առօրյայում ինչպես եք կարողանում ժամանակ գտնել նաև ընտանիքի համար։ Իմ ընտանիքը իմ հոգու փրկության կետն է, բալիկս, անգելիկս, իմ այն լուսավոր արևն է, այն լուսավոր կետն է, որ ես միշտ ձգտում եմ հնարավորինս վայրկյան ավել վայելել, աշխատանք ավարտելուն պես մեկտեղ միանշանակ իմ առաջին ուղղությունը դա տունն է եւ ընտանիքս։ Ընտանիքի անդամներն էլ են, չէ, բայց եթե չեմ սխալվում, այո, հետ են աշխատում։ Մենք ընտանիքով ենք ստամատոլոգներ եւ նաեւ ինչու՞ չէ, ինչ-որ առավելություն նաեւ դա է, այսինքն փոխկապակցված աշխատանք, իրար օգնել, ու չգիտեմ, եթե ինչ-որ կան քրիտիկական դեպքեր եւ այլն, մենք ավելի համակամված ենք այս դրսևորում։ Իսկ բալիկի համար դժվար չէ շրջապատված լինել մի ընտանիքում, որտեղ բոլորը ստամատոլոգներ են։ Իմ կարծիքով շատ դժվար է, բայց այլընտրանք չունի։ Այ բալիկի ատամների առողջությամբ ինչպես եք զբաղվում եւ ով է զբաղվում ընտանիքի անդամներից, այ որ ասում է, չգիտեմ, ատամները պետք է այսպես լվանաս, ճիշտ լվանաս, եւ արդեն կոնկուրենցիա կա։ Իմ եւ մայրիկի միջև, բարձր առաջին ուշադրությունը մայրիկինն է, տիկնոջս աչքը շատ ավելի ուշադիր է։ Ես էլ իմ հերթին փորձում եմ ուշադիր լինել, հետևել, որ անգելիկս օրը 2 անգամ խոզանակի ատամները ու կարիեսներ չունենան։ Իսկ սիրում է այդ process-ը, Շատ է սիրում։ Իհարկե, մի բան է, որը կատարում է ծնող հետ միասին շոժ խաղային նոտաներով եւ այլն, խեմ սա ներկայացնում, որ մարդիկ իմանան դա ոնց պետք է կամ հնարավոր է կազմակերպել։ Դա ինչ-որ տանջալից բան պետք է չլինի, այլ ինչ-որ խաղի վերածելով եւ այլնով, որ երեխան այդ սովորությունը ձեռք բերի, հետո արդեն ինքն է խոզանակում եւ խնամ ատամները։ Դոկտոր, եթե չեմ սխալվում, դուք նաեւ մանկական ստամատոլոգ եք եղել, չէ՞, նաեւ աշխատել եք երեխաների հետ։ Այդ փորձառության մասին մի փոքր կկիսվեք, ունեցել եք դեպքեր զվարճալի, որ կհիշեք այս բանը։ Այո, մի զվարճալի դեպք ունեցել եմ, սիրող կպատմեմ, մանկական ստամատոլոգիան իմ կայացման ուղու առաջին մի քանի տարվա մեջ է եղել, մի հատ շատ համով հոտով բալիկ էր ինձ հյուրը տալել, մի խոսքով նստել է կրեսլոյին, հիմա պետք է զննեմ ատամները, զննեցի, ասում եմ դե օրինակ այս ատամը հեռացման է, մեկ էլ sense շոյում ա ձեռքս, բժիշկ ջան, իմ ատամը չեք հեռացնի, չէ՞։ Մի խոսքով տենց էլ չհեռացվեց։ Համոզել է բալիկը, որ պետք չի հեռացնել։ Շատ փոքր է, մի 2.3 տարեկան է, նոր է խոսալ։ Մի փոքր խոսենք նաև հիգիենայի մասին։ Ոչ միայն փոքրիկների, այլև արդեն մեծահասակների, ինչպիսի հիգիենա պետք է պահպանեն մարդիկ առհասարակ, որպեսզի կարողանան պահել իրենց առողջ ատամները, իրենց համար ավելի երկար ծառային եւ գուցե չհասնի հարցը իմպլանտներ տեղադրելու։ Տարական նորմեր կա, որոնց պահպանելը շատ հեշտ է եւ մատչելի, դա խոզանակելն է 2 անգամ օրեկան եւ տարին ցանկալի է 2 անգամ այցելել ստամատոլոգի։ Առաջինը զննման համար, երկրորդը պրոֆիգենայի համար։ Զննման ժամանակ մասնագետը նայում է փորձառությունից ելնելով ասում է, եթե ունեք նոր զարգացող կարիոս խոռոչներ կամ ինչ-որ խնդիրներ, ու ինչին պետք է ուշադրություն դարձնեք, ու բարձր նոր նկատված խնդիրը ավելի հեշտ է լուծել։ Իսկ պրոֆիգենան, այսինքն դա այն ատամնակարի նստվածների մաքրումն է, որը մարդը ելնելով որ հարմար չիրեն եւ այլն կամ ինչ-որ դիրքեր կա, որ ինքը չի նկատում, այդտեղի մնացորդները մաքրելու համար։ Այդ տեսանկյունից եթե նորմերը պահի, պացիենտի ատամները իրեն կարող տասնյակ տարիներով առողջ ծառայել։
Քանի որ հիմնական խնդիրը որ կա պացիենտների մոտ, դա հիգիենայի պակասն է։ Իմպլանտներն այսօր ավելի քան անվնաս եւ անվտանգ միջամտություններ են իշխական համարվում։ Գիտեք մի հետաքրքիր դեպք, որ ձեր պացիենտի հետ տեղի է ունեցել այս ժամկետների հետ կապված։ Կխնդրեմ մեզ հետ հարցազրույցից առաջ կիսվել եք այդ դեպքով, կուզեմ որ մեր հեռուստադիտողներն էլ դրա մասին իմանան։ Հա, մենք հետաքրքիր զավեշտալի դեպք ունեցանք։ Դե ոնց ասեցի, երաշխային սկզբունքով ենք սպասարկում, պացիենտներից մեկը ինձ հարցնում է, բավարար ջան, այս իմպլանտների ծառայելու ժամկետը ինչքան է, դե ասում եմ երաշխային ժամկետը 3 տարի է, ծառայելու ժամկետը 100 տարի։ Ուրախ զվարթ հեռանում է կլինիկայից պացիենտը, մոտ մի ամիս հետո վիրատում եմ, ոնց պարզվեց արդեն իր բարեկամուհուն, վիրատությունը հաջող անցավ, պացիենտը գալիս է կարը հանելու, բաբժի ջան, այս իմպլանտները ինչքան կծառայի, դա ասում միջինում նախատեսված է, ու հաշվարկված է 15-20 տարի, բայց եթե պացիենտը երիտասարդ է, միգուցե 30 տարի, զգացի, որ sense մտքերով ընկավ, սկսեց ինչ-որ մտածել, ասում ինչ-որ խնդիր կա, ասում բաբժի ջան, կարող է իմպլանտի հետ կապված ինչ-որ խնդիր կա, ասում չէ, դե տեսեք, հեշտ անցավ վիրատություն, արագ լավացել է, սա մի քանի ամսից արդեն մշտական ատամները կտեղադրենք։ Դե ուղղակի բարեկամուս ասել եք 100 տարի, ինձ ասում եք 15-20 տարի։ Ֆաստով ակնկալիքներ կան, որոնց երբեք հնարավոր չի բավարարել։ Հա, զավեշտալի դեպքերը վստահ եմ շատ են լինում ձեր կլինիկայում եւ քանի որ նաեւ խոսեցին կլինիկայի մասին, ձեր շատ ներկայացրեցին, գիտեմ որ բացի բժշկությունից եւ մարդկանց բուժելուց այնտեղ նաեւ վերապատրաստումներ են անցնում մասնագետները։ Մի փոքր մանրամասնենք նաեւ այն անձանց համար, ովքեր գուցե ցանկանում են գալ վերապատրաստման։ Շիրով կլինիկայում ենք արդեն 5 տարուց ավել անցկացնում ենք վերապատրաստման դասընթացներ, իրանք իրենցից ներկայացնում են մոդուլային դասընթացներ, այսինքն բաժանել ենք ինչ-որ միջամտության տեսակներ, որոնք ունեն արդեն իսկ մշակված ուսումնական ծրագիր, եւ եթե բժիշկ մասնագետը ունի բազային ստոմատոլոգիական կրթություն, ունի աշխատանքային փորձ 3-ից 5 տարի, ուզում է օրինակ ուսուցանել իմպլանտոլոգիա եւ այլն, այդ ամենը հնարավոր է կազմակերպել, դա ամիսների չէ, օրերի հաշվարկ է, այսինքն ուսումնական ծրագիրը բարձր էֆեկտիվություն ունի, նախատեսած է քիչ օրերի համար, ուսուցումը բացարձակապես անհատական է անցկացվում, անհատական ուսուցման առավելություններից մեկը, որ թաքնված բոլոր հարցերը բժիշկը բժիշկին կարողանում է անկաշկանդ ուղղել եւ դրանով իսկ բոլոր կետերը ավելի իսկ պարզ եւ հասկանալի են դառնում ու ավելի կիրառելի են դառնում։ Դոկտոր, մի քանի բլից հարցադրումներ կցանկանամ ձեզ հղել, որոնք ավելի կարճ պատասխաններ են ենթադրում։ Պատրաստ եք։ Իհարկե։ Ինչ խոզանակ եք օգտագործում՝ կոշտ, միջին, թե շատ ամուր։ Միջին։ Իսկ որն եք խորհուրդ տալիս ձեր պացիենտներին։ Եթե խնդիրներ չունի պացիենտը, միջին։ Միջին խոզանակը ապահովում է թե հիգիենայի բավարար մակարդակ, թե անվտանգություն լնդերի համար։ Հապու խոզանակը նախատեսվում է, եթե կան լնդային ախտարումներ, բորբոքումներ, այսինքն որ ավելի խնայող լինի խոզանակը չվնասի անորոշություններ չառաջացնի, իսկ կոշտ խոզանակը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն ատամնաքարերի գոյացման ավելի բարձր ռիսկ, այսինքն ատամնաքարը ավելի արագ են գոյանում եւ այդ կոպիտ խոզանակը պետք է որ նստվածքը անընդհատ ու ավելի արագ մաքրի։ Իմպլանտացիան էսթետիկա է, թե գեղեցկություն, թե առողջություն։ Առաջի պահանջը իմպլանտոլոգիայի դա հիմնականում ֆունկցիոնալ վերականգնումն է, ու հենց իմ մասնագիտության մեջ իմպլանտացիայի կայանալը հենց տենց է տեղի ունեցել, այսինքն մենք պացիենտների մի մեծ խումբ, որոնք համեմատաբար երիտասարդ տարիքում զրկվելով բոլոր ատամներից արդեն պետք է շարժական պրոթեզներ կրեին, ու միակ լուծումը այս դեպքում դառավ հենց իմպլանտոլոգիան, այսինքն անշարժ ատամնաշար պարգևելու հնարավորությունը ու բարձր ֆունկցիոնալ տեսանկյունից ինքը միանշանակ մեծ առավելություն ունի։ Օրը սկսում եք։ Օրը սկսում մի բաժակ սուրճով, նախաճաշով, բալիկիս հետ խաղալով ու պացիենտներից մասին մտածելով։ Մեկ խորհուրդ, որը կտայիք ձեզ շատ հարազատ մարդու, գուցե ձեր աղջկան, ոչ միայն բժշկության տեսանկյունից, այլ առհասարակ կյանքի ինչ-որ մի խորհուրդ։
Շատ դժվար հարց է, բարձ է, որ կյանքը մեկ խորհրդով ամփոփելը դժվար է։ Խորհուրդ տամ, որ ինքը հավատարիմ մնա իրեն, շատ հարցերում մենք ինչքան էլ պատրաստված լինենք, մեր ինտուիցիան, մեր սիրտը առաջի հուշող հանգամանքն է, ու հաճախ հենց ճիշտ էլ հուշում եմ։ Այն մարդը, որ չի լսում կողքիներին, հավատարիմ է իրեն իր կարծիքին, միշտ ավելի շահում է։ Շնորհակալ եմ գեղեցիկ հարցազրույցի եւ ինտերակտիվ հարցազրույցի համար, դոկտոր։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Դե ինչ հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Պարլամենտ ամսագրի 15-ամյակին նվիրված հոբելյանական համարի դեմք Մուրադեն ստամատոլոգիական կլինիկայի տնօրեն, բժիշկ ստամատոլոգ Տիգրան Աշոտի Մուրադյանը։ Իսկ դուք եղեք առողջ, ունեցեք գեղեցիկ ժպիտ եւ ժպտացեք աշխարհին։